Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր կրկին հանդիպել ենք մեր լավ բարեկամ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, բարև Ռոբերտ։ Բարև ձեզ։ Ռոբերտ, ամսի 17-ին սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպարլամենտում։ Ինչ է սպասում, օրինակ ըստ քեզ ինչ պետք է ասի նա։ Ես սպասում եմ այդպես ընդհանուր ելույթ, որտեղ կլինեն հղումներ Հայաստանի ժողովրդավարությանը, եվրոպական ընտանիքի անդամ դառնալու եւ եվրոպական ընտանիքի հետ զարգանալու որոշումներին, խոսքը իհարկե չի գնում Եվրամիության կամ այլ եվրասիական տարածությունից դուրս գալուն մասին, որովհետեւ Հայաստանի վարչապետը կարծես թե ընտրել է շատ բան այդ ուղղությամբ չխոսելու մարտավարություն, այնուամենայնիվ հաշվի առնելով, որ Եվրոպայում սպասում են Հայաստանի ղեկավարի կողմից իրենց արժեքների հետ զուգամիտվելու, իրենց արժեքների հետ համատեղվելու, այսպես ասենք, մոտեցում, ես կարծում եմ հիմնական մասը նվիրված կլինի դրան։ Իհարկե մեծ է հավանականությունը, որ կխոսի նաև Արցախի հետ կապված վերջին իրադարձություններից, կխոսի նաև Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններից, մեծ հավանականությամբ կխուսափի խոսել Հայաստանի եւ Ռուսաստանի միջև փոխհարաբերություններից, այսինքն ինքը կլինի ելույթը ինքը իրենով կլինի ծրագրային ինչ որ տարեր պարունակող հայտարարությունների ամբողջություն, որտեղ վարչապետը կասի այն, ինչ Եվրոպայում ցանկանում են լսել, բայց չի ասի այն մասը, որը թեև Եվրոպայում ցանկանում են լսել, այնուամենայնիվ իր կարծիքով կվնասի այս պահին Հայաստանի շահերին կապված Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Ռոբերտ, Բիշկեկը ակնհայտ դարձրեց, որ Հայաստանը այդ ակումբի հետ գրեթե ոչինչ չունի ընդհանուր։ Չեմ կարծում, որ պետք էր Բիշկեկը, որպեսզի դա ակնհայտ լիներ, դա ակնհայտ էր բավական վաղուց։ Բիշկեկը մի փոքր այլ բան, այլ նորություն էր իր մեջ պարունակում, իսկ կոնկրետ այն, որ երևաց, ակնհայտորեն երևաց, որ Ադրբեջանը խնդիրներ ունի մի հարթակում, որոնք չունի Բիշկեկյան հարթակում։ Այսինքն ակնհայտորեն երևաց, որ Ալիևը իրեն լավ է զգում այնտեղ ի տարբերություն կոնկրետ Բրյուսելի, Գրանադայի կամ արևմտյան այլ հարթակների։ Սա էր հիմնական նորությունը Բիշկեկի։ Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը կապ չունի այդ ակումբի հետ, այնտեղ հավաքված երկրները քաղաքակրթական կոմպոնենտով գոնե Հայաստանի հետ շատ լուրջ տարաբաժանված են, դա վաղուց էր հայտնի։ Այստեղ միակ խնդիրն այն է, որ Հայաստանը կարծես թե այդպես հայտնի կուսակցության լեզվով ասած կողմըլլալով փորձում է դեմըլլալ, բայց ակնհայտ է, որ այսօրվա աշխարհում այս իրավիճակում դա չի ստացվելու։ Հնջարոց Ալիևի հայտարարությունը Բիշկեկից եւ նրա այս ցայտնոտը գնում է դրոշ է բարձրացնում, հետո փորձում է դրոշ տրորել, ինչ որ արձանների հանդեպ վերաբերվում ակնհայտ սադրանքներ են, երևում է, որ սպասում է հայկական կողմից, որպեսզի Երևանը տրվի այդ սադրանքներին եւ բրյուսելյան հանդիպումը չկայանա։ Ինչ ես կարծում, այդ վախերը ինչի հետ են կապված։ Միթե նա չի հասկանում, որ ուրիշ տարբերակ չկա, աշխարհը իրեն չի թույլատրելու անել այն, ինչ որ կթույլատրեր Պուտինը։ Միայն կապված չի այդ իր գործողությունները կոնկրետ բրյուսելյան հանդիպման կամ արևմտյան հարթակում հանդիպման հետ։ Շատ լավ, այսպես ժողովրդի լեզվով ասեմ, հաշվել են մեր ատամները եւ շատ լավ գիտեն, որ էմոցիոնալ ժողովուրդ ենք, որ խորհրդանիշեր ենք սիրում, արձաններ ենք սիրում, վանքեր ենք սիրում, սարեր ենք սիրում եւ այլն։ Եվ գիտեն, որ կարող են նման գործողություններով մարդկանց տրամադրությունների վրա ազդել, էմոցիաների վրա ազդել, կարող են հասարակության մեջ բան փոխել, մեր հասարակության մոտեցումների մեջ եւ այլն։ Ու դրա համար մի կողմից պաս են տալիս, կոպիտ ասած, Ռուսաստանը պաս է տալիս, իսկ Ադրբեջանն էլ նման գործողություններ է կատարում, դրոշ է տրորում, ինչ որ արձանի վրա դրոշ է դնում, եկեղեցու գլխից խաչ է հանում, կարող է վանք ավիրել վաղը, եւ Հայաստանում բնակչության մի հատված
միտումնավոր, մի այլ ավելի մեծ հատված այդպես էմոցիաներին տրվելով ամեն ինչ թողած, արցախահայության խնդիրները թողած, նրանց հնարավոր վերադարձի խնդիրները թողած, նրանց չվերադառնալու, բայց վերաբնակեցման, ինտեգրման խնդիրները թողած, Հայաստան-Ադրբեջան օրակարգը թողած, օրուգիշոր ախ ու վախ են անում այդ վանքերի գլուխների խաչերի կամ չգիտեմ արձանների վրա դրած դրոշների համար։ Դրա համար էլ մարդիկ տեսնում են, որ դա արդյունք է տալիս ու էլի են անում, ու էլի են անելու, այնպես չի, որ այդ արեցին ու վերջացրեցին։ Ու մեր հասարակությունն էլ ինքնուրույն համոզված մոտ ժամանակներս այդպիսին էլ մնալու է, էմոցիոնալ ու այդ խարդավանքներին զոհ գնացող։ Կարելի ասել, որ իրենք իրենց նպատակի մեծ հաշվով հասնում են։ Ես ասեմ, նույնիսկ լրատվականներ են եղել այսօր, որոնք ճիշտ է միտումնավոր չէ, բայց ոչ միտումնավոր վերցրել են այդ պատկերները դրել են որպես իրենց ազդագիր եւ այլն այսպես ինչ-որ գործողություն, ինչը բացարձակապես մեզ չպիտի հետաքրքրի։ Վերցրել է քաղաքը, բնական է, որ գալու է դրոշել է տրորելու, դրոշնել է դնելու եւ խաչները հանելու, այդպես էլ պիտի լիներ։ Այստեղ հարցը լրիվ ուրիշ բան է, ասում ենք, ինչ օրակարգային խնդիրներ ունենք այսօր։ Ու ինչի մենք այդ օրակարգային խնդիրներով չենք զբաղվում։ Իսկ չենք զբաղվում, որովհետեւ ոչ միայն ներքին տարածությունում կամ զբաղվում ենք քիչ, որովհետեւ ոչ միայն շատ քաղաքագիտական լեզվով ասած խառնակչախմբեր կան, խմբեր, ովքեր սեփական շահերն ունեն ու փորձում են հնարավորինս վնաս հասցնել այդ կոնստրուկտիվ գործընթացներին, բայց չենք վարվում կամ քիչ ենք վարվում, նաև քիչ չենք ուշադրություն դարձնում, նաև որովհետև դրսից այսպիսի ազդեցություն կա ու այդ ազդեցությունը աշխատում է։ Այստեղ մեր լրատվականների խնդիրն է սրա մասին խոսել, բացատրելը, մեր իշխանությունների խնդիրն է, մեր հասարակական կազմակերպությունների, նաև ձեր, ովքեր որ դրսից են աշխատում, ցույց պետքա տալ, որ այդ նույն բանը արվում է նաև Ուկրաինայի նկատմամբ, օրինակ, Ռուսաստանը բավական շատ այդպիսի խորհրդանշական գործողություններ է իրականացնում, որ առաջին հայացքից մտածում ես ինչ-որ մանկական խաղեր են, բայց մարդկանց վրա, բնակչության վրա բավական լուրջ հոգեբանական ազդեցություն է ունենում, ու ես գիտեմ, որ օրինակ Ուկրաինայում պայքարում են դրա դեմ հակառակ կողմից, բազմաթիվ են օրինակ YouTube-յան հաղորդաշարերը, որոնք հակառակն են ցույց տալիս, բացահայտում են, բացատրում են, որպեսզի մարդիկ տեսնեն, իմանան, եւ լրատվականներ կան բազմաթիվ ուկրաինական եւ պաշտոնական եւ ընդդիմադիր ի ուրախություն ուկրաինացիների իրենք չունեն մեր 5-րդ շահասյան նման այդպես իշխանության անընդհատ հետևից խփող այդպիսի ինչ-որ մի հատված, իհարկե մի փոքր կա, բայց դա այստեղի նման ուժ, այստեղի նման հնարավորություններ չունի եւ շատ լավ կլինի, որպեսզի այդ օրինակները նաեւ Հայաստանում Երևան այդ օրինակները նաեւ ածանցվեն Հայաստանի վրա եւ նաեւ օրինակ դուք ցույց տաք, որ այս քայլերը ընդհանրապես ձեր վրա ազդեցություն գործելու համար են։ Բնականաբար Ալիևի դրոշ բարձրացնելը Ստեփանակերտի վերածննդի հրապարակում չի կարող ուրիշ որևէ նպատակ ունենալ, բացի Հայաստանի հասարակության վրա ազդեցություն գործելու եւ ձեր ասած, որ աշխատեն Հայաստանի սադրել, Հայաստանը ինչ որ բան անի, օրինակ իրենց մտածելակերպով, եթե մենք այդպեսի մի բան էինք անում, իրենք փորձում էին կրակել։ Իրենց մտածելակերպով գուցե հայրեն ինչ որ միտեղ կրակեն եւ դա առիթ լինի Ալիևի համար Բրյուսելից հրաժարվելու։ Ընդհանուր առմամբ այսքան է այս թեմայով։ Հա, իմ ջալոց այդ եթերների պահը այդ ես դրանց YouTube փափախ չեմ ասում, գիտես, այդ մարդիկ, ովքեր որ խոսող գլուխները կյանքում ոչինչի չհասած կերպարներ, ասենք 40, նաև 50 տարեկան, սկսում են մեկնաբանել եւ հիմնականում թիրախավորում են այն ցավոտ թեմաները, որը որ հանրության համար ցավոտ է, դիտումներ հավաքելու համար, այո, դիտումներ հավաքելու համար տիրաժավորվում են ադրբեջանական նարատիվներ։ Գիտես, ասում ենք, անում ենք, մենք մեր կողմից հատկապես Ուկրաինայի պահով, եթե գիտես, նույնիսկ միասնական եթերներ են կանում հայ եւ ուկրաինական փորձագետների եւ եթերների մեջ ենք պատմում ուկրաինացիների վերաբերմունքը, այսօր զարմանքով իմացա, որ հայկական լրատվականներից մեկի հաղորդավարը ասաց, որ քիչ տեղեկություն կա Ուկրաինայի ճակատից,
ու հիմա քո հետ խոսելուց ասեմ, որ գրեթե ամեն ինչ նույնն է, հարավում ուկրաինական կողմը առաջ է շարժվում, այն տեմպերով, որով որ հրամանատարությունը նպատակահարմար է գտնում, այսինքն ունեցած զինված հնարավորությունների չափով, իսկ արևելքում ռուսները փորձում էին Կուպյանսկի ուղղությամբ 100,000-անոց զորքով առաջ շարժվեին, չստացվեց, Ավդեևկայի ուղղությամբ փորձեցին ահագին մարդ ոտատակ տվեցին շատ մեծ կորուստներով, բայց էլի ոչինչի չհասան։ Հիմնականում կարելի է ասել ցենց ստագնացիոն վիճակ է, որովհետև վերազինվելու կարիք կա, աշուն է, այսինքն ցուրտ է, հագուստի, զենքի, զինամթերքի, այսինքն այն ինչով որ կռվում է իր ամռանը գարնանը, հիմա աշնանը հնարավոր չէ, ասենք նույն տեխնիկայի խնդիրներն է, որ վերալրացվում է, հա, հայերեն ասենք, այնպես որ տեմպերը մի քիչ ընկել են առաջ խաղացման, դե գիտենք, որ նաև ավելի մեծ քանակի զենք ենք սպասում առաջ շարժվելու համար, որովհետև հենց նույն ականապատ դաշտերը անցնելու համար մեքենաները մատների վրա կարելի է հաշվել, որը որ կա մեր արսենալում, սա է, ճակատից ուրիշ լուրեր չկա, եւ ճիշտ ասած, գիտես, վերադառնալով այդ խոսող գլուխներին, իրենց ինչ-որ բան ասել երևի թե իմաստ չունի, որովհետեւ իրենք ունակ չեն ուրիշ բանի, իրենք սովորել են հայ ժողովրդին թիրախավորելով դիտումներ հավաքել, Աստված իրենց դատավոր, մենք փորձենք մեր կողմից մեր ասելիքը ասենք, մեր հանրությանը, շատ ժամանակ ես էլ երբ որ Facebook-ում պոստեր եմ գրում, ասենք նույն Ալիևի այդ տվայտանքների մասին, տեսնում եմ, որ հայտնվում են մեկու մեջ մարդիկ, որ արդեն ոնց որ չուզենան այդ նարատիվով առաջ շարժվել, այլ ավելի շատ ընկճված են, այդ ընկճվածությունն է երևում, գիտես, թշնամու հիմնական նպատակը հենց ընկճելն է։ Նույնն էլ Ուկրաինայում էր, նրանք փորձում էին նույն ձև, ինչ որ 20 թվականին Արցախում էր, այդ տեսանյութերը տարածելը մեկը մյուսի միջոցով, պարզապես Ուկրաինայում, որ կա կոմունիկացիան, իշխանության եւ հանրության մեջ կոմունիկացիան լավ է կազմակերպված, թշնամին դժվարանում է։ Հայաստանում խնդիր կա, Հայաստանում ես տեսնում եմ, որ նույնիսկ Փաշինյանի հարցազրույցները եթե այսպես ասենք, թարգմանության կարիք ունեն հանրության համար, որովհետև շատ ժամանակ մարդիկ չեն ընկալում ինչ ասվեց, օրինակ ես նկատում եմ, որպես քաղտեխնոլոգ եմ նկատում ավելի շատ, որ ինքը իր հարցազրույցների մեջ փորձում է եւ արտաքին ճակատին ինչ որ մեսեջներ հղի, եւ ներքին ճակատին։ Եվ այդ արտաքին ճակատին հղած մեսեջները հակասում են ներքին աուդիտորիայի հետ շփվելուն եւ դրա համար պետք են ասենք ինստիտուցիոնալ օղակներ, վարչակազմ, վարչապետի կամ ասենք ԱԳՆ-ի վարչակազմ, որոնք կարող էին ասենք արտաքինը իրենք դրսևորեին եւ այն հարցազրույցները, որը որ միտված է ներքին հանրության հետ խոսելու, տարանջատվեր։ Դες օրինակ Զելենսկին ամեն օր ելույթ է ունենում երեկոյան եւ ասում է ինչ իրավիճակ է ճակատում, ինչ իրավիճակ է դիվանագիտական ճակատում եւ հասարակությանը հուզող հարցերին է պատասխանում 5 րոպեանոց։ Այդ կոմունիկացիաները շատ կարեւոր են, հատկապես երբ մի 6 ամիս առաջ եմ ասել, որ հիմա Հայաստանը հիբրիդային պատերազմում է եւ նույնպես կարեւոր են, եթե ոչ ամեն օր, գոնե ասենք մի 3 օրը մեկ վարչապետի կողմից կամ նրա մամլի խոսնակի կողմից կամ ԱԳՆ մամլի խոսնակի կողմից, то ինչու՞ չէ հենց արտգործնախարարի կողմից պետք են կոմունիկացիա, որ հայ ժողովուրդը ինֆորմացիայի պակաս ունի, իշխանությունների, ասենք, գործերի, նպատակների հատկապես գիտես, որ 5-րդ շարասյունը անընդհատ ապատեղեկատվություն է տարածում եւ մարդկանց անդորը հաղթում է, չէ, մարդկանց բերում է հոգեկան այնպիսի իրավիճակի, որ մարդիկ չգիտեն ինչի սպասել։ Եվ երբ որ այդ հարցազրույցները հազվադեպ են եւ էլի շատ հարցեր երկիմաստ են հնչում, սա նույնպես չի փարատում այն կասկածները, որը որ ասենք մարդիկ ունեն, չէ։ Օրինակ այս եղած իրավիճակում դու տեղում ես, ավելի լավ ես պատկերացնում։ Հնարավոր չի կազմակերպել, ասենք, այդ կոմունիկացիան, թե ինչի պակաս կա, մասնագետի պակաս կա, ցանկության պակաս կա, ինչն է խանգարում։ Մի ուրիշ խնդիր կա այստեղ, որը
կոնկրետ ձեզ Ուկրաինայից դժվար տեսանելի լինի, առավել ևս որ Ուկրաինայում այդպես չի։ Մենք լրատվական դաշտում բևեռացվածություն ունենք ու այն սեգմենտը, որը մանիպուլացնում է, որը օգտագործում է ամեն ինչ կոնկրետ 5-րդ շարասյունը, որը օգտագործում է ինչ-որ մի բան իշխանության դեմ, պետականության դեմ, նաև որոշ լրատվամիջոցներ, բնականաբար կան նաև լրատվամիջոցներ, ովքեր ում աշխատողները, ում տերերը ինչ-որ գաղափարական մոտեցումներ ունեն ու դրանով են դեմ օրինակ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը ու ընկնում են այն մյուս լրատվականների ջրերը կարելի ասել, այստեղ բոլորը գիտեն լրատվականները, այդպես շատ անուններ TV5, չգիտեմ, News AM, Հրապարակ, Ավրորա եւ այլն եւ այլն, դրանք իրենց ծավալով շուկայի մեջ շատ ավելին են, քան այն լրատվամիջոցները, ովքեր կարող են օրինակ ոնց որ դու ես ասում, ովքեր կարող են այդ նույն արտգործնախարարի ելույթը, նույն վարչապետի ելույթը, դա էլ է շատ կարևոր, որ լրատվամիջոցները վերցնեն իրենց վերլուծականներով ներկայացնեն, որովհետև ի վերջո կոմունիկացիան ինչքան էլ ուղիղ լինի, միևնույն է հասարակության տարբեր շերտեր կան, տարբեր ինֆորմացիայի ստանալու, յուրացնելու, մարսելու եւ գիտակցելու տարբեր մակարդակում են գտնվում ու այդտեղ լրատվամիջոցները պիտի աշխատեն, այդ լրատվամիջոցների ինչի է ժողովրդի իշխանություն դա, որովհետև իրենք այդ գործը իրենց վրա է, ժողովրդի իշխանության վրա է, լրատվամիջոցների վրա է։ Ու այն լրատվականները, այն մեդիան, որը կարող է դա անել, առաջինը մասնագիտական որակների առումով, ու երկրորդը ինքը ունի այդ միտվածությունը, այսինքն ինքը ցանկանում է այդտեղ աշխատել, հիմա կարևոր չի ինքը իշխանականա դրա համար է ցանկանում, թե անկախ է, բայց ունի այն հակառակ իմ ասած գաղափարականի հակառակ գաղափարական, այսինքն որոշակի մոտեցումներ, որոնք կարող են տվյալ դեպքում օգտագործվել։ Դրանց ծավալը շատ ավելի փոքր է, քան թե այն մյուսներինը, որոնց ես նշեցի, որոնք հակառակ դաշտում են աշխատում, գործում են հակառակ դաշտում, այսինքն մենք ունենք մի իրավիճակ, որ այդ քո ասած ամեն օրյա այդ ելույթները իրանք ավելի շատ կհասնեն հասարակությանը աղավաղված, պատտված եւ այլն, ասենց ասեմ էլի բառացի ստորագրումա տալիս է եւ այլն այս ոճի մեջ, քան թե կհասնեն, որ բացատրում են այսպես է արվում, այս արվում, այն արվում։ Ու այս ամեն ինչի վրա հələ մի հատ էլ որ գումարենք շատ հարցերում վախվորածությունը հենց կոնկրետ իշխանության մի քայլ առաջ երկու քայլ հետ գործողությունները շատ դեպքերում ոչ պրոֆեսիոնալիզմը որոշ հատվածներում եւ այլն այս ամեն ինչները որ իր վրա գումարենք այնպեսի մի հատ քաոս կստացվի որ իրենց արածի էֆեկտը հակառակ էֆեկտ իրենց արածի արդյունքը հակառակ էֆեկտ կտա մենք կունենանք ոչ թե այդ կոմունիկացիան իշխանության հասարակության մեջ, այլ ընդհակառակը մենք կստանանք այնց իրավիճակ, որ իշխանությունը ու իշխանությունը մի բան ասից հասարակությունը դեռ հակառակը հասկացավ։ Իսկ դրա համար պետք է աշխատել, տնային աշխատանք է պետք անել, որպեսզի դա մաքրվի, առաջին հերթին պետք է լրատվական դաշտը կանոնակարգել, պետք է այն հասարակական նախաձեռնություններին, ովքեր ուզում են լինել կոմունիկացիոն օղակներ, պետք է ինչ որ հնարավորություններ ստեղծել իրենց համար կամ աջակցել ընդամենը իրենց որպեսզի իրենք այդ կոմունիկացիոն գործընթացները կարողանան իրականացնել։ Ի վերջո հավասարակշռել այդ լրատվական դաշտը, որ երբ որ մենք ունենանք մոտավոր գոնե իրար այդ հավասար այնպիսի մեդիա, այնպիսի լրատվականներ, այնպիսի ոչ միայն մեդիա լրատվականներ, այլ նաև այդ խոսող գլուխներ, բայց որոնք որ օբյեկտիվ ինֆորմացիա են տալիս, որովհետև միակողմանի չեն դրանք, կան եւ այն կողմից, կան եւ մյուս կողմից, բայց դրանց քանակը, իրենց հնարավորությունները, իրենց տված լրատվության հասանելիությունը, երբ որ հավասար լինի, այդ ժամանակ քո ասածը կարող աշխատի Հայաստանում, Ուկրաինայում աշխատում է, որովհետև մենք գիտենք, որ Ուկրաինայում նույնիսկ անդիմադիր լրատվամիջոցները ընդհանուր ազգային հարցերում, ընդհանուր Ուկրաինայի պատերազմին օրինակ վերաբերող հարցերում հիմնականում մոտավորապես նույն մոտեցումները ունեն, չհաշված 1-2 այդպես անդիմադիրների, բայց այսինքն կարելի է այսպես ասել, ոչ թե նույնն են, այլ Ուկրաինայում բացարձակապես հակառակ պատկերն է, այսինքն կենտրոնական իշխանությանը միտված ու կենտրոնական իշխանության կոնկրետ պատերազմում քայլերի միտված մեդիան շատ ավելի մեծ ծավալ ունի, քան հակառակ, քան ընդդեմ միտվածը։ Դրա համար էլ Ուկրաինայում դա աշխատում է։ Իսկ Հայաստանում ես շատ անհանգստանում եմ, որ դա այն ինչ որ դու ասացիր կարող է ընդհակառակը
դաշտը քաոսի վերածել։ Իսկ քաոսի մեջ, այսպես ասենք, ուրիշի ձեռքով եռացող ջրից շագանակներ հանողների քանակը առանց այդ էլ քիչ չի, այսօր էլ քաոսի մեջ էլ կշատանա։ Գիտես, երբ որ վերլուծում ենք դաշտը, օրինակ Ուկրաինայում էլ ամեն ինչ հարթ չէր, հենց պատերազմի ժամանակ անընդհատ փորձել ենք հարթել եւ այդ կոմունիկացիան մի քիչ ավելի իդեալին մոտեցնել, օրինակ, եթե հիշում ես Արեստովիչը, եթե սկզբում բոլորի համար ինչ որ այնց հանգստացնող կերպար էր, այս վերջերս այնպիսի հայտարարություններ է անում, որ նրա հայտարարությունները արդեն հակառակորդի կողմի դասին են մարդիկ դնում, որովհետև անհասկանալի է դարձել, բայց հետարքիրը գիտես ո՞րն է, երբ որ ինքը հանգստացնողի դերում էր, դա ստացվում էր, երբ որ ինքը հիմա ապակայունացնողի դերում է, իր մոտ չի ստացվում եւ ընդհակառակը նրա քաղաքական այդ նկարտումները մարդիկ պարզապես հրաժարվում են լսել, բայց դեռ կա ինչ որ քանակի աուդիտորիա, որ ինքը նույնիսկ գնում է լեկցիաներ է կարդում, բան անում, դրանով գումար է աշխատում, գիտես ֆալստարտ արեց։ Նրան թվում էր, թե այդ ռուսալեզու պուբլիկան, որի վրա հիմնականում ինքը հենվում է, ինքը Գարդոնը այդ ադրբեջանասերները, դրանց հիմնական պուբլիկան ռուսականն է։ Ինքը փորձում էր նույնիսկ նարատիվներ առաջ քաշել նոր ընտրությունների մասին, դից պատերազմի ժամանակ իբր թե նոր ընտրություններ են պետք եւ հորինում էր թե դա արևմուտքից է խրախուսում, բայց միևնույնն է տեղ չի հասնում, որովհետեւ դեռ ռուսալեզու աուդիտորիան դա ուկրաինական չէ։ Ցավոք սրտի նաեւ մեր հայրենակիցներն են շատ ժամանակ այդ խապկանքին տրվում, տես ուկրաինական եթերները, հեռուստաեթերը ինքը ուկրաինա լեզու է։ Եթե տեսնում եք ռուսալեզու թեկուզ ասենք հեռուստատեսային այդ անունով, դա սոցցանցային է, ուկրաինական եթեր չէ։ Ուկրաինացիները իրենց եթերը դիտում են ուկրաիներեն եւ ռուսական եթերների հանդեպ շատ մեծ, ասենք, թերահավատություն ունեն։ Այնպես որ ադրբեջանցիները ուզում են միլիոններով այդ դիտումները հավաքեն, միևնույնն է դրանք հավաքում են ռուսալեզու սեգմենտում։ Դրանք ուկրաինացիների հետ շատ քիչ առնչություն ունեն եւ շատ կարեւոր է օրինակ տես վերջի իրադարձությունները որ կար Արցախում մենք էինք ելույթ ունենում ուկրաինական հեռուստատեսությամբ եւ շատ ժամանակ հայկական փորձագետների եթե մերոնց համար ընդառաջ էին գնում ես հիմնականում այնպիսի մարդկանց էի առաջարկում ովքեր ուկրաիներեն հասկանում են բայց ասենք խոսել դեռ չեն կարող նման էքսպերտների, դες հայկական կողմից փորձագետներ կային, բայց ադրբեջանական կողմից չէ։ Նրանք հրաժարվում էին եթեր դուրս գալու, երևում էր, որ միասնական կենտրոնից նոր նարատիվներ չունեն եւ չգիտեն ինչ խոսել պարզապես։ Եվ վերջում հաղորդավարն ասում էր, որ ադրբեջանական կողմը չներկայացավ, դրա համար ասենք չենք ներկայացնում նրանց տեսակետը, այնպես չի որ չենք ուզացել, բայց հայկական կողմը միշտ պարտաճանաչ եղել են, կամ ես եմ եղել, կամ եւս 4 փորձագետ Հայաստանից, ովքեր որ ուկրաիներեն հարցը հասկանում են, այսինքն նույնիսկ այդ դեպքերում, երբ որ ընդառաջ են գնում, այդ եթերներում ադրբեջանցիները չկան։ Եվ այդ եթերներն են կարևորը, որով որ համաուկրաինական այստեղ մարաթոն է կոչվում, բոլոր հեռուստաալիքները ընդհանուր պրոդուկտ են ստեղծում, ընդհանուր մի ժամի, օրվա հիմնական մեծ մասը, դա ընդհանուր եթեր է։ Եվ դա է ամենակարևորը։ Իսկ այն սոցցանցային եթերները, չգիտեմ, երևի իրենք իրենցից հաճույք են ստանում ռուսական դիտումներով ադրբեջանցի փորձագետները կամ ես նրանց նույնիսկ փորձագետ չէի անվանի, որովհետև դա պարզապես խոսող գլուխներ են։ Սա էլ պետք է իմանանք, որ սա էլ հիբրիդային պատերազմի էլեմենտ է, երբ որ իրական պայքարը ռոպագանդայի գալիս է, նրանք այս վերջերս պարզապես մարտի դաշտ չէին ներկայանում։ Որտեղ մենք չկանք, իրենք իրենցով են անեկդոտի պես չի ասում, որտեղ որ ես չկամ, իսկ կարող եք նույնիսկ ծեծել, չէ։ Մենք այդ սոցիալական ցանցերի այդ հարթակում չկանք, իրենք իրենցով են, նույն այդ Գարդոնը, որ շատերը նեղվում էին նայելով, նա 90-ականներից, քանի որ կապ ուներ մոսկովյան այդ դերասանների հետ տենց շփվում էր, նրանց հետ հաղորդումներ էր կազմակերպում եւ մեծ աուդիտորիա էր ստեղծել իր համար ռուսալեզու, բարձր որ Ռուսաստանից
Եվ նույնիսկ փորձում էր նախագահական ընտրությունների ժամանակ իր նախագահի տեխնացուին տանել, նու պատկերացնում ես, չէ, ինչ արդյունք ունեցավ 0.0, այսինքն նրանք չունեն Ուկրաինայում այն ազդեցությունը, ինչը որ այդ թվերը, որ երևում է YouTube-ում, դրանք բազապես YouTube-յան թվեր են, որոնցով նրանք գումար են աշխատում, ընդհանրապես դա է, ու ադրբեջանցիների հետ համագործակցելը իրենց համար շատ նպաստավոր է, որովհետև բարձր է, որ ադրբեջանական եթերները խրախուսվում են մի կենտրոնից, որը որ ուզում է դիտումները շատ լինեն։ Հա, Մարատ ջան, ես համաձայն եմ, այստեղ շատ հետաքրքիր մի բան ասացիր դու, որը բարի նախանձով եմ ես նայում, եթե կարելի է այդպես ասել, չեմ պատկերացնում, տես դու ես ասում, որ կա ինչ-որ մի ժամ, որ հիմնական ալիքները տալիս են ընդհանուր պրոդուկտ, մեր մուլտիպլեքսի հետ համեմատեմ, Հայաստանի մուլտիպլեքսում 18 ալիք կա, որոնց մեջ նաև այդ ռուսականներն են, 3-4 հատ ռուսական են, իսկ տակը մնում է 14 թե 15 հայկական ալիք, հիմա այս բան կոնկրետ թիվը չեմ կարողանա հիշել, 14-15 հայկական ալիքից 8-9 միանշանակ նույն պահին կհրաժարվեն նման բան անել, այն 4-5-ն այնպեսի պայմաններ կստեղծեն, որ ի վերջո մեկը կամ երկուսը կկարողանան այդպես ընդհանուր համատեղ ինչ-որ պրոդուկտ ստեղծել ու սփռել, բնականաբար այդ 1-2-ի սփռած պրոդուկտը հասանելի կլինի շատ փոքր հատվածի մարդկանց ու չի ստացվի այդ համընդհանուր պրոդուկտի միջոցով կոմունիկացնել ինչ-որ մի բան հասարակության հետ ու հենց այստեղ էլ այդ իմ ասած պրոբլեմն է հիմնական պատճառը, որ մեդիայի այն մյուս հատվածը շատ ավելի մեծ է։ Տես, օրինակ ես քեզ ասեմ, երբ որ լինում է ինչ-որ մի բան, օրինակ ակցիաները անցած տարի որ անում էին 45 օր փողոցներում ընդդիմությունը, այս տարվա 1-2 այդպես համեմատաբար մի քիչ ավել կամ պակաս մարդկանցով, եթե մի անգամ 5000 քանի 100 մարդ կարողացան հավաքել, այդ մեր նշած 14-15 ալիքից 8-9 միանգամից դրանք ցույց է տալիս, այսինքն տես այն իրավիճակը, որը քո ասացի նման վերևից հրահանգով իջնում է, իրանք շատ լավ կարողանում են կոմունիկացնել իրար մեջ ու կարողանում են հասցնել մեկը մյուսին ու իրար հետ դա հեռարձակել։ Այսինքն մեզ մոտ տրամագծորեն հակառակ պատկերն է, երբ որ շատ բարդ է լինում իշխանություն, հասարակություն կոմունիկացիա կազմակերպել լրատվականների միջոցով, շատ բարդ է լինում այն ծրագրերը, որոնք ձևավորվում են, որի տակ մեծ փողեր են օրինակ ծախսվում, այդ ծրագրերի նպատակահարմարությունը հասցնել ժողովրդին, այդ ծրագրի ի վերջո իշխանությունը ինչ է, իշխանության գործառույթներից գլխավորներից մեկը որն է, որ իրանք կարողանան մարդկանց հավաքագրել որոշակի ծրագրեր իրականացնելու համար։ Հիմա այս իշխանությունը այդ գործառույթը իրականացնել չի կարողանում, ինչի չի կարողանում, որովհետև իր գործիքները բավարար չեն։ Ու հենց այստեղ այս իշխանության ամենամեծ թերացումը ես պետք է քննադատեմ իրենց, որ իրաքական իշխանության նախկիններին իրավաքաղաքական գնահատական չտվեցին։ Եկան իշխանության թույլ տվեցին, որպեսզի այն մարդիկ, ովքեր մեծ գումարներ ունեն, այդ գումարները ներդրեն մեդիայի մեջ ու մեդիայի մեծ կտորներ փախցնեն։ Եկել են իշխանության անցել այսքան տարի այդ մեդիաները բավական շատ օրինակ կան լրատվականներ, որոնք ուղղակի հայոյում էին, 1-2 տարի հայոյում էին։ Հետո ասին հայոյանքի համար գումարներ պիտի մուծեք, հիմա հայոյանքը թողել են, հիմա այլ հայոյանքները ասում են այլ բառերով։ Այդ նույն բանը ասում են կանենք, բայց բառերը փոխել են։ Ու լրիվ թողտվություն է, ու իշխանությունը բացարձակապես չի հետաքրքրում դրանով։ Ուստեղ ինքը իր ձեռով, այսպես ասեմ, իշխանությունը Հայաստանի ինքն իր ձեռով սարքել է այնպիսի մի իրավիճակ, որի մեջ որ իր այդ ծրագրերի տակ հավաքագրելու գործառույթը իրականացնելու գործիքները բավարար չեն։ Ցավալիորեն իրանցից շատերը չեն էլ հասկանում դրա խնդիրը, ման են գալիս բացարձակապես ուրիշ տեղում, ման են գալիս մեղադրում են ինչ-որ 5-րդ Շարասյանը, բայց նույն իշխանությունները կարելի ասել, որ 5-րդ Շարասյունը ախր դուք եք թույլ տվել, որպեսզի 5-րդ Շարասյունը մնա 5-րդ Շարասյուն ու աշխատի ձեր դեմ, թույլ չտա, որպեսզի դուք այդ ծրագրերը իրականացնելուց
մեծ ժողովրդական աջակցություն ստանաք, հա, դուք լեգիտիմություն ունեք, իսկ բայց այդ լեգիտիմությունը ամբողջապես հենված է մինչև 2018 թվականի Հայաստանում եղած իշխանությունների նկատմամբ ատելության վրա, այսինքն մարդիկ գնում են նրանց ատելով ընտրում են ձեզ, իսկ եթե հաշվի առնենք, որ կգա մի օր, որ այդ ուժը չի լինի, այս իշխանությունը մեծ հավանականությամբ կորցնի իր լեգիտիմությունը, որովհետև ինքը իր լեգիտիմության պաշարը իր գործողությունների, իր ծրագրերի, իր գործիքների, ի վերջո այդ գործիքները պետք է ոչ միայն նրա համար, որպեսզի իշխանությունը ծրագիր իրականացնի, այդ գործիքները իրաց պետք է նաև քաղաքական նպատակների համար, որպես քաղաքական ուժ իրենք կարողանան, ոնց որ բոլոր նորմալ երկրներում, որպես քաղաքական ուժ իրենք կարողանան ժողովրդին ցույց տան որոշակի արդյունքներ ու նաև այդ գործիքների միջոցով իրենց լրատվականների միջոցով, իրենց բլոգերների միջոցով, եթե հաշվի առնենք, որ նաև նրանք են այդ կոմունիկացիայի մեջ աշխատում, իրենց բոլոր կոմունիկատիվ հնարավորությունների միջոցով իրենք կարողանան այդ ժողովրդին համոզել, ցույց տալ, շատ դեպքերում նաև մանիպուլացնել, ինչը շատ նորմալ է, աշխարհի բոլոր քաղաքական ուժերը մանիպուլյացիան տեխնոլոգիաներ կիրառում են, որովհետեւ կարողանան դրա միջոցով մարդկանց ցույց տալ, համոզել, որ անկախ որևէ մեկից, անկախ որևէ բանից մենք քաղաքական ուժ ենք, որը ունի իրավունք իշխելու, ի վերջո լեգիտիմություն նշանակում է իշխելու իրավունք, լեգիտիմությունը օրինականություն չի, այսինքն մարդիկ ընդունում են այդ ուժի իշխելը, թե չեն ընդունում, հիմա մարդիկ ընդունում են, բայց ընդունում են ինչի, որովհետև վախենում են, որ եթե իրանք չլինեն կգան նրանք, ի վերջո ինչքան կարելի է նրանց նկատմամբ վախի հաշվին իշխանություն իրականացնել, ու սրանից էլ ածանցում են բոլոր մյուս խնդիրները, որոնց մասին մենք խոսեցինք, չկան այն լրատվականները, որոնք կարող են այքո ասած համատեղ պրոդուկտը ձևավորել, լրատվական դաշտում շատ քիչ են իրանք, մի քանիսն են իրար հետ կարողանում այդ գործընթացը կոորդինացնել, չկան այն հակառակ թևի խոսող գլուխները, ովքեր պետքա չեզոքացնեն այս մյուս թևի խոսող գլուխների, ու ես երբ ասում եմ այս մյուս թևի, այդ նկատի չունեմ միայն այդ 5-րդ Շարասյանը, որը գործում է, նկատի ունեմ ադրբեջանական խոսող գլուխների, ռուսական խոսող գլուխների, բազմաթիվ են դրանք, նաև այլ ազգերից թուրքական խոսող գլուխների դեմ աշխատող մեր խոսող գլուխները, այսինքն դու չես կարող վերցնել ասել ես ժողովրդավար եմ, ով ինչ ուզում է թող ասի, բայց ինչ որ մեկը ունի միլիոններ, ինքը այդ միլիոններով առնում է դաշտի 80%, 80% մեդիան, ինչ որ մեկը փող չունի, մի կետ, 1%, 2%, 2%, բնականաբար ինչքան ուզում է դու ժողովրդավար լինես, այն 80% մեդիան ժողովրդին ի վերջո ինչ-որ բան սրսկելու է, այդ սրսկածը ի վերջո թափվելու է քո գլխին։ Ցավոք սրտի մենք դրականատես ենք դառնում, ինչքան էլ փորձում ենք պայքարել, դες հիմա այդ մեր ներհայկական պայքարը քաղաքական քիչ էր, ավելացել է արցախյան ներքաղաքական պայքարը, այդ իրենց իշխանություն համարող խումբը հիմա Սամվել Բաբայանի հետ ինչ որ բախումների մեջ են, հա, բախումներ ճակերտների մեջ, բայց հուսանք ճակերտների մեջ էլ կմնա։ Ինչ է կատարվում եւ ինչ վերաբերմունք ունես դու։ Ես մի փոքր տեղեկացված եմ այդ գործընթացներից։ Այստեղ իրավիճակը այսպեսին է, Մարատ ջան, ուրեմն իրենք որ եկել են այստեղ, հիմա իրենց մեջ հենց Արցախի նախկին էլիտայի ներկայացուցիչների մեջ կան տարակարծություններ, ինչ ուղղությամբ շարունակեն շարժվել։ Կա մի հատված, որը խոսում է մասին, որ պետք է լինի վտարանդի կառավարություն։ Բայց այդտեղ կա այսպիսի խնդիր, արդյոք դա չի հարվածի Հայաստանին եւ ես կարծում եմ պետք է լավ հաշվարկել, եթե դա կհարվածի Հայաստանին, Հայաստանը պետք է թույլ չտա Հայաստանի տարածքում Արցախի վտարանդի կառավարություն ձևավորել։ Մյուս շատ կարևոր հարց է, եթե այդպիսի կառավարություն ձևավորվի, ով է ֆինանսավորելու այդ կառավարությունը։ Ի վերջո Հայաստանը գումարներ տալիս էր Արցախին, երբ որ նրանք այնտեղ էին եւ ենթադրվում էր, որ այդ տրված գումարները ծախսվելու են այնտեղի մարդկանց խնդիրները լուծելու համար։ Հիմա փաստացի Հայաստանի կառավարությունը այնտեղի մարդկանց խնդիրները վերցրել է իր վրա։ Այս պահին այնտեղից այդ 100,000 քանի հոգին, որ եկել են Հայաստան, իրենց կացանով ապահովման, ինչ որ ամսական գումարների, վարձավճարների եւ այլն կոմունալներ եւ այլն բավական հարցեր վերցրել է իր վրա ու բնականաբար ես այլ տարբերակի հետ համաձայն չեմ, այդ գումարները, որոնք ծախսվում են, պիտի ծախսվեն հենց այն փայաբաժնից, որը նախկինում տրվում էր Արցախին։
ես որպես հարկատու համաձայն եմ, որ իմ հարկերից որոշակի գումար, որը նախկինում տալիս էին Արցախին, հիմա էլ ծախսեն Արցախի մեր հայրենակիցների խնդիրները լուծել համար, ովքեր եկել են Հայաստան, բայց ես համաձայն չեմ, որ այդ գումարները միևնույն է տրվեն այդ այսպես կոչված ինչ-որ տաղանդի կառավարությանը, բայց բացի դա նաև իմ հարկերից մի քիչ էլ ծախսվի Արցախի ժողովրդի կարիքները հոգալու համար։ Այսինքն, եթե այդ մարդիկ իրենց ֆունկցիաները, գործառույթները այլևս չեն կատարելու, այլևս չկա փաստացի Արցախում Արցախի կառավարություն, որը գործում է տեղում եւ այդ հարցերը լուծում։ Եթե չկա, ինչի պիտի Հայաստանի կառավարությունը ֆինանսավորի նրանց։ Կարծես թե մեր Հայաստանի իշխանության մոտեցումն է այսպեսին ու այլևս ֆինանսավորում նրանք ոնց որ թե չեն ստանալու, իսկ դա նշանակում է մի բան, որ այդ կառավարությունը պիտի ինչ որ մի բան մտածի անի։ Հիմա Սամվել Բաբայանը առաջարկում է հետևյալ մեխանիզմը, որ կա մեկ ընտրված օրգան Արցախի ուղիղ ընտրված օրգան, դա ազգային ժողովն է, ու ազգային ժողովը պիտի հավաքվի ի վերջո որոշի ինչ որ բան ստեղծել, որը այդ խնդիրներով կզբաղվի։ Ի վերջո պիտի լինի գլուխ, այսպես ասած, որը պիտի զբաղվի այն հարցերով, որոնք ի վերջո առաջացել են կան ու դրանք ոչ միտեղ չեն գնալու Հայաստանում, սկսած այդ Արցախի բնակչության խնդիրների լուծելուց, այդ նույն ասած ինտեգրման եւ այլն հարցերը լուծելուց վերջացրած օրինակ հնարավորության դեպքում վերադիրած տները վերադարձի հարցերով, անհնարինության դեպքում ինչ որ կազմակերպությունների ձևավորման, ընդհանուր ճակատով հանդես գալու եւ այլն բազմաթիվ հարցեր կան եւ ես ճիշտն ասած մի բան էլ իմ կողմից, դա Սամվել Բաբայանի մոտեցումն է, մի բան էլ իմ կողմից ես ավելացնեմ, ի վերջո այդ կառավարությունը, որը կար Արցախում, ենթադրենք լավ, նախարարությունների բաժինները չկան, բայց նախարարները կան, Շահրամանյանը կա ի վերջո, եւ իրենց ոչ ոք պաշտոնանկ չի արել, կառավարությունը չի ինքնալուծարվել, ի վերջո իրենք կան, ու ինչով իրենք պիտի զբաղվեն, սա շատ կարևոր խնդիր է, արդյոք իրենք են այն իմ ասած, այն որ Սամվել Բաբայանն էր ասում, արդյոք դա ձևավորվել է ու իրենք են լինելու այդտեղ։ Եթե իրենք են լինելու այդտեղ, այստեղ կարծում եմ շատ կարևոր է, որպեսզի այդ էլիտաները ինչ-որ կոնսենսուսի գան։ Նույն Սամվել Բաբայանը, Շահրամանյանը, մյուսը ովքեր որ կան ինչ-որ փոխհամաձայնության։ Իսկ եթե այդ փոխհամաձայնությունը հնարավոր չի, ուրեմն պիտի լինի ինչ-որ բնական ընտրություն։ Այսինքն պիտի մաղվի, այսպես կոպիտ ասած, քաղաքական գործընթացը, դա պիտի մաղվի այդ էլիտան եւ պիտի ձևավորվի այն մարմինը, որը որ պիտի դա անի։ Սա արդեն իրավականից դուրս քաղաքական հարթությունում։ Հիմա թե դա տեղի կունենա ազգային ժողովի միջոցով, թե դա տեղի կունենա ներքին բախումների միջոցով, թե դա տեղի կունենա արժեքների հիման վրա կամ նյութական կամ այլ շահագրգռվածությունների հիման վրա էլիտաների փոխհամաձայնության միջոցով, դա արդեն ներքին տրամաբանության հարց է, Արցախի էլիտաների ներքին տրամաբանության հարց է, բայց այն որ դա պարտադիր պիտի տեղի ունենա, այն որ դա պիտի ձևավորի, այսպես ասենք, այնպիսի մի մարմին, որը հետագայում շարունակի Արցախը ներկայացնել աշխարհին, դա ակնհայտ է, դա պարտադիր պիտի լինի։ Դա Շահրամանյան պահով ինձ թվում է նա պետք է զբաղված լիներ հիմա ցուցմունք տալով, որտեվ նրա եւ իր թիմի գործունեության պատճառով Հայաստանի քաղաքացիները, ովքեր որ Արցախում էին բնակվում, ունեն այն իրավիճակը բոլորիս հայտնի, ամբողջ աշխարհին հայտնի իրավիճակը, նրանց հեղինակները Շահրամանյանի թիմն է, ինձ թվում է հենց միայն դրա համար Հայաստանի քաղաքացիներին Արցախի բնակչությանը այդ վնասները պատճառելու համար նրանք հաստատ բացատրելիք պետք է ունենան, ըստ իս պետք է նոր կամ եղածից ինչ որ երկրորդ կամ երրորդ գծից մարդիկ առաջ գան, որպեսզի այդ կազմակերպչական հարցերը լուծեն։ Շատ տարօրինակ է, գիտես, որ այս պահին այդ խմբակը Հայաստանում է ու կարծես թե իրավական պատասխանատվության չի ենթարկվում։ Այդ հարցին ո՞նց ես նայում։ Այսօր Սամվել Բաբայանի տարբեր հայտարարությունների հիմքով քրեական գործ հարուցվել է, տեսնենք թե այդ գործը ինչ ընթացք կստանա, այստեղ իհարկե էմոցիոնալ առումով համաձայն եմ նույն Շահրամանյանը եւ նաեւ օրինակ այն 22 պատգամավորները, ովքեր ընտրեցին Շահրամանյանին նախագահ, պիտի որոշակի պատասխանատվություն կրեն, սա որպես
մարդ, որպես նաև էմոցիաներ ունեցող մարդ եմ ասում, բայց սառը դատելու դեպքում մենք պիտի հասկանանք, որ ի վերջո այդ էլիտան, որի մեջ մտնում են բոլորը, սկսած Շահրամանյանից մինչև, չգիտեմ, Բաքվում գտնվող Բակո Սահակյան եւ Արկադի Ղուկասյան եւ նաեւ օրինակ Սամվել Բաբայան, Հայկ Խանոմյան եւ այլն բոլորը իրենք Արցախի էլիտան են։ Այդ էլիտան ի վերջո պիտի գա ինչ որ փոխհամաձայնության։ Այդ փոխհամաձայնությունը կարող է լինի այնպեսին, որ օրինակ մի մասը դատվում է։ Դա էլ է փոխհամաձայնության տեսակ։ Կարող է լինի այնպեսին, որ մի մասը չի դատվում, աքսորում է, մի մասը ինչ որ գործառույթ է իրականացնում եւ այլն, բայց ինչ որ բանի արդյունքի իրենք պիտի գան, ինչ որ մի կերպ պիտի իրար մեջ որոշեն, որ դու դատվողն ես, դու պատասխանատվություն կրողն ես, դու ընտրողն ես, դու որոշողն ես եւ այլն, որովհետեւ այն նրա արդյունքում ինչ տեղի է ունեցել, իրենք կորցրել են իրենց բոլոր նախկին կարգավիճակները, իրենց մնացել է միայն մեկ բան Արցախից Հայաստան գալուց հետո եւ այդ մեկ բանը այն է, որ իրենք բոլորը Արցախի էլիտայի ներկայացուցիչներ են, մնացած բոլոր կարգավիճակները իրենք կորցրել են եւ ի վերջո պիտի այդ դերերի բաժանումը տեղի ունենա, քանի դեռ դերերի բաժանումը տեղի չի ունեցել, այսպես այս ամեն ինչը լինելու է ուղղակի խոսակցությունների մակարդակում։ Հա, վերադառնանք բանակցություններին, Ալիևի վախերից խոսեցինք, Հայաստանի իշխանությունների այդ խաղաղության օրակարգը Ալիևի ցուցադրած վարքի հետ ինչքանով է բռնում, չէ՞ որ վերջո այդ պայմանագիրը, դες օրինակ, եթե կնքվի, նա ոչինչ չի արժանանալու, որովհետև 30 տարի է Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունը վարվել եւ դժվար թե ինչ որ մի պայմանագիր այդ ամենը զսպի։ Ի վերջո Ռուսաստանի եւ Ուկրաինայի օրինակը մենք պայմանագիրել ունեինք, մի քանի պայմանագրեր ունեինք եւ սահմանի պահով, եւ Ղրիմի պահով առանձին, եւ Ռուսաստանի անվտանգության երաշխիքների պահով առանձին։ Միևնույն է, թղթի վրա գրված բռնապետները միշտ հեշտությամբ քայլ են անում եւ անցնում են վրայով։ Չես նկատում մի տեսակ ոնց որ այդ խաղաղության օրակարգը իդեա ֆիքսի վերադարձած լինի։ Անհասկանալի է, օրինակ, եթե վերադառնանք վարչապետին առաջվա հարցազրույցին, ինձ համար հատկապես մի քանի խնդրահարույց բաներ հնչեցին, բայց օրինակ, որ այդ երթուղով ադրբեջանցիները հնարավորություն կունենան վրացիների պես անցնելու հեշտացված Հայաստանի տարածքով, փորձեցի պատկերացնել էլի դա ոնց ալնելու այն ֆոնի վրա, որ մեր հայրենակիցներին իրենց տներից քշել են, հիմա իրենք հանգիստ կարողանալու են անցնել Հայաստանի տարածքով ու դա ինչ ներքին խնդիրների կառաջացնի հենց Հայաստանում, ինչի համար են այդ թեզիսները դաշտ նետվում, ինչ հարց է լուծվում դրանով, ինչ վերաբերմունք ունես վարչապետի ասած վերջին հարցազրույցին։ Ես ճիշտ ասած բավական բացասական եմ վերաբերվում այդ վեկտոր չփոխելու Հայաստանը իր գործընկերներ եւ այլն այսպիսի հարցերին, վարչապետը շատ, այսպես ասենք, շատ վտանգավոր խաղ է խաղում ու իրեն թվում է թե ինքը կարողանալու է այդ խաղը խաղալ, ես ասեմ չի կարողանալու նման խաղ խաղալ, Հայաստանը ակնհայտորեն հավասարակշռում է իր արտաքին քաղաքականությունը, ինչը Ռուսաստանին դուրս չի գալիս եւ ինչքան ուզում ես դու երթվի Ռուսաստանին, որ ինչքան էլ Եվրախորհրդից բերել ես դիտորդներ, բայց միևնույն է Ռուսաստանի դաշնակիցն ես, Ռուսաստանը քեզ համարելու է, այսպես ասենք, իր շահերին չհամապատասխանող դերակատար, այսինքն անկախ նրանից դու հապկից դուրս գաս թե դուրս չգաս, դու արդեն այդ Եվրախորհրդի դիտորդներին բերել ես, Եվրամիության դիտորդներին բերել ես, այսինքն դա արդեն հավասար է նրան, որ գիտես, այստեղ որ մոտեցումին է նման, որ օրինակ ինչ կանեիր 1 միլիարդ դոլարով եւ ինչ կանեիր 5 միլիարդ դոլարով, մոտավորապես համարյա 99% ինչ որ պիտի անես 5 միլիարդով, մոտավորապես այս 1 միլիարդով էլ կարող ես անել, այդպեսի մեծ, ինչ որ չգիտեմ, երևի 5 միլիարդով մենակ տարբերությունն է, որ մի հատ կղզի կարաս առնես, 1 միլիարդով կարող չկանաս առնես։ Այս է հարցը։ Հիմա վարչապետը այդ 1 միլիարդի ինչ որ բան արել է ու երթվում պատրվում է, որ 5 միլիարդինը չի անելու, բայց դա իրական ոչինչ չի փոխում։ Իրականում ինքը այն ինչ որ պիտի արել է ու խոսել են մասին, որ դրանից հետո ինքը միևնույն է ճիշտ անվտանգության ճարտարապետություն չի աշխատում, բայց ինքը հարգում է հապկին, դա ներողություն արտահայտությունից, բայց դա լուրջ չի։ Ինչ վերաբերում է
մարդկանց այդ անցնել դառնալուն այնտեղ մեխանիզմը ես իշքան գիտեմ այնպեսին չի, որ իրենք վրացիների նման կարող են ուղղակի մտնել ու դուրս գալ, այնտեղ լինելու է ճանապարհ, որը օգտագործելու են իրենք Հայաստանի մաքսային ընթացակարգերով, Հայաստանի իհարկե մոտեցումն այդպեսին է, Հայաստանի մաքսային ընթացակարգերով Հայաստանում գործող առանձին ճանապարհը լինելով, որով որ մի որոշ ժամանակ ադրբեջանցիները կարող են անցնել գնալ հետ դառնալ եւ լինելու է Հայաստանի իրավասության ներքո։ Ես սրան կողմ եմ, ես գտնում եմ, որ սա ընդհակառակը Հայաստանի համար շատ շահավետ է, եթե այդ ճանապարհը լինի, այդ ճանապարհը հսկվի եւ մաքսային ընթացակարգերի եւ ընդհանուր ճանապարհի առումով հսկվի Հայաստանի կողմից, լինի Հայաստանի ենթակայության տակ, դա կլինի ուղիղ մեր անվտանգության ամրապնդման որոշակի բան, եւս մի բաղադրիչ, շատ կարևոր է, որ դա չլինի արտատարածքային, այսինքն Հայաստանի իրավասությունից դուրս, նաև ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանի տարածքում չպիտի լինի, այստեղ կա նաև հեռահար նպատակ, որը Ադրբեջանը դրել է ու Հայաստանը պիտի թույլ չտա, տես Մարաջան, եթե օրինակ կա ճանապարհ, որտեղ հայերը մուտք չունեն, այսինքն հայերը ասել, չեմ ասում սովորական մարդիկ, բնականաբար այս ճանապարհի դեպքում սովորական մարդիկ մուտք չեն ունենալու, բայց օրինակ Հայաստանի մաքսավորը, Հայաստանի իշխանության ներկայացուցիչը մուտք չունեն, օրինակ ադրբեջանցիները այդպես են ուզում, չէ՞, ռուսները, ադրբեջանցիները, թուրքերը։ Եթե այդպիսի ճանապարհ լինի, այդ ճանապարհը պիտի ունենա ենթակառուցվածքներ, չի կարող չունենալ։ Պիտի ունենա բենզինի լիցքավորման կայան, պետք է ունենա գազի լիցքավորման կայան, պետք է ունենա սննդի կետ, պետք է ունենա սանիտարական հանգույցներ եւ այլն բազմաթիվ ենթակառուցվածքներ։ Ու բնականաբար, եթե հայերին չի թույլատրվում այդ ճանապարհ մուտք գործել, այդ բոլոր ենթակառուցվածքները կարելի են լցվեն կամ ռուսներ, կամ ադրբեջանցիներ, կամ թուրքեր։ Հիմա հաշվի թե ինչ տեմպերով մենք ունենք բնակչության նվազում Սյունիքում ու ինչ տեմպերով են իրանք կարողանում շատանալ, բազմանալ եւ այլն։ Ակնհայտ է, որ այս դեպքում, եթե 10 տարի հետո չէ, ապա 50 տարի, 50 չէ, ապա 100 տարի հետո այդ հատվածում բնակչության հարաբերակցությունը լինելու է օգուտ իրանց։ Սա իրանց հեռահար նպատակն է, սրա մասին շատ գործոններ են խոսում եւ բազմաթիվ կարող եմ ես վկայություններ բերել, որ սա կա դրած իրենց տակ եւ սա ոչ մի դեպքում պիտի թույլ չտալ, բայց եթե դա լինում է ճանապարհ, որը լինում է Հայաստանի վերահսկողության ներքո, արդեն այդ ենթակառուցվածքները կարող են լինել նաև հայկական կամ Հայաստանը կարող է ինչ-որ outsourcing-ով տալ այլ պետությունների ներկայացուցիչներ, ովքեր կարող են դիբերել դնել այդտեղ եւ աշխատացնել այդ ենթակառուցվածքները այդ ճանապարհի վրա։ Ու մենք այս խնդրից կխուսափենք։ Դրա համար պետք է Հայաստանը այդ հարցը լուծի, բայց ինչի Հայաստանը պիտի համաձայն լինի այդ ճանապարհին։ Տես օրինակ Էրդողանը, որ հայտարարեց, որ մենք ճանապարհ կանցկացնենք Իրանով այս նույն ճանապարհն են անցկացնում, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, որ Հայաստանով կարող է անցնել։ Դրանից բնականաբար ֆինանսական մեծ օգուտներ ունենալու Իրանը, Հայաստանն էլ որ անցկացնի, Հայաստանն էլ կարող է ֆինանսական մեծ օգուտներ ունենա։ Երկրորդը դա լինելու է ինչ որ զսպող մեխանիզմ, որը Ադրբեջանի սադրանքների դեպքում կարող է փակվել ուղղակի Հայաստանը կարող է դնել կտրել, փակել, ասել, վերջ չեք անցնում, դուք կրակեցիք, ում չեք անցնում։ Այսինքն անվտանգության մի բաղադրիչ, ինչ որ մի բան, որը մեր ձեռքում է, ճիշտ է, մեծ բան չի, բայց մենք այդ փոքրն էլ չունենք այսօր։ Այստեղ բազմաթիվ են այսպիսի, ես 1-2 օրինակ եմ բերում, բայց բազմաթիվ են այսպիսի օրինակներ, այսպիսի հիմնավորումները, որոնք խոսում են այն մասին, որ Հայաստանը ունի օգուտներ եւ Հայաստանը պիտի ուղիղ երկխոսության գնա այս հարցերը լուծելու շուրջ։ Եվ վերջին տեղում չի իհարկե նաև այն, որ ի վերջո այս խնդիրները վերջին գոնե մի 150-200 տարում լուծվել են Մոսկվայում։ Ի վերջո Հայաստանը պետք է մի անգամ փորձի ուղիղ փոխհարաբերության մեջ մտնել եւ ի վերջո ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան մոտակա 100 կամ 200 տարում այս տարածաշրջանը չեն լքելու։ Իհարկե ես խորապես համոզված եմ, որ գալու են մի օր, որ լքելու են եւ մեր հետագա սերունդները կտեսնեն իրենց վերջին մնացորդներին, ովքեր հետ են գրում իրենց ալթայները, բայց հաստատ ոչ մեր սերունդը եւ ոչ մոտակա 100 կամ 200 տարվա սերունդները եւ սա ինչ է նշանակում, որ մենք որպեսզի այն իմ ասած են 500 կամ 1000 տարի հետո Իվան հասնենք, մենք պետք է կարողանանք այդ թուրքական տարի այդ տարածաշրջանում ապրել։ Չեմ ասում բարեկամություն անենք, եղբայրություն անենք, դա հնարավոր չի, բայց ապրել պիտի կարողանանք առևտուր անել, պիտի կարողանանք, չգիտեմ, իրար կողքի լինել ու իրար չսպանել, չմորթել։ Դրա համար պետք է այսպիսի բաներ անել, օրինակ, դուք ուզում եք անցնել, խնդիր չկա, փողը տվեք, անցեք։ Եվ այլն, բազմաթիվ այսպիսի հարցեր։
Բայց իհարկե կարմիր գծեր կան, ինչպես նշեցի, օրինակ արտատարածքային ոչ մի դեպքում պիտի չլինի։ Եթե ասենք իրենց այդ կոմունիկացիաների բացումը կայանա, նաև երկաթուղու մասին են խոսում, երկաթուղին ընդհանրապես աբսուրդի դաշտից է, այսինքն դա ռուսական երկաթուղին պետք է տիրապետի, կառուցի ենթակառուցվածքները մի ընկերություն, որը որ միջազգային սանկցիաների տակ է, այսինքն ինչպես են նրա հետ հարաբերությունները, ինչ հարթության վրա են լինելու, կամ օրինակ որ ասում են մենք Նախիջևանով կանցնենք կգնանք, ուր կգնանք, Մեղրի, ասենք կամ մի քիչ այն կողմ Զանգելանով Ղափան, դրա համար մենք պետք է բացենք երկաթուղին, թե ասենք Ռուսաստան, ես օրերս եթերում ասացի, ինչ պետք է տանենք Ռուսաստան, այդ ինչ ծավալների ապրանք ունենք, որ Հայաստանը տանի Ռուսաստան, այն էլ այսօրվա ամեն օր, ասենք, իր վճարողունակությունը կորցնող Ռուսաստանը։ Ինձ ասում են, որ հնարավորություն կա Նախճեվանից Իրան, բայց այո, ֆիզիկապես կա, բայց դրա համար պայմանագրեր են պետք, գիտենք, որ Իրանի հետ բանակցելը շատ դժվար է այդ հարցում, Իրանի հետ նույնիսկ հասարակ բեռնատարների պահով է շատ բարդ։ Մենք գիտենք երկար բանակցությունները եւ ի վերջո այն իրավիճակը, որ մենք ունենք Հայաստանում, դա էլ ամբողջությամբ մեզ չի բավարարում, որտեղ հայկական բեռնատարները Իրանի տարածքով ազատ չեն կարող երթևեկել, այսինքն խնդիրներ կա։ Մարդիկ ասում են, դե կբացվի, մենք էլ Նախիջևանով կեթանք Իրան։ Էհա ասելով չի, ասենք պայմանագրային բազա պետք է լինի, չէ՞։ Այսինքն մենք ինչ ենք ունենում արդյունքում։ Ադրբեջանը հասկանալի է, իրանք ճանապարհ են հարթում դեպի Նախիջևան, որի վրա ուզում են անպայման տեսնել ռուսներին, հատկապես երկաթուղու պահով, եթե ասենք միգուցե ավտոմեքենայի ճանապարհով ինչ որ կոմպրոմիս լինի, երկաթուղին իրենք պետք է մահանաբռնեն, որ ռուսական ընկերությունը, չէ, երկաթուղին տիրապետում։ Այսինքն այս իրավիճակում այս խոսակցությունները ինքը ընդհանրապես ուտոպիայից չի, ինչի մասին են խոսում։ Մի ընկերություն, որը սանկցիաների տակ է, մի առաջարկ, որը որ Հայաստանին տնտեսական ոչինչ չի տալու ըստ իս, ես տնտեսագետ չեմ, բայց հասարակ էլեմենտար լոգիկայով հասկանում ենք, որ չկա այդ ճանապարհի տնտեսական իմաստ չկա։ Այդ ճանապարհը կարող է հետաքրքիր լինի արտաքին խաղացողներին, Չինաստանին, որը որ մեր այսօրվա միակ հույսը մնացած արևմուտքի հետ շահերի բախում կա։ Այսինքն բացի խնդիրներ ստեղծելուց, ինչա տալու մեզ նաև երկաթուղ։ Եթե ասենք ավտոմոբիլայինը ընդունենք, որ կգան ինչ-որ կոմպրոմիսի, քո ասած տարբերակով, ոչ էքստրատերիտորիալ։ Իսկ երկաթուղու տարբերակով։ Ցավոք սրտի երկաթուղին այդպես շահկապված է այդ ավտոմոբիլայինի հետ ու բանակցությունները գնում են ընդհանրապես բացելու մասին, բնականաբար ենթադրում է նաև երկաթուղի։ Ընդհանուր առմամբ, եթե մի կողմ դնենք, հեսա ես կխոսեմ առանձին այդ հարավկովկասյան երկաթուղու հարցը, ընդհանուր առմամբ երկաթուղին նույն տրամաբանությամբ ոնց որ ավտոմոբիլայինը կարող է տարանցիկ ճանապարհ լինել ու հիմնականում այդ տեղով ասում նույն Չինաստանի կողմից այդ տեղով անցնող բեռների համար Հայաստանի բյուջեն կարող է բավական մեծ գումարներ ստանալ, իրականում բավական մեծ, համարյա եւ ավտոմոբիլային երկաթուղային իրար հետ համարյա Հայաստանի բյուջեի չափ գումարների մասին է խոսքը, տարեկան բյուջեի չափ։ Այսինքն կրկնապատկելու այստեղ բան կա, ներուժ կա, իհարկե չեմ խոսում այն մասին, որ բացին այդքան փող է գալու, բայց այդքան ներուժ կա։ Բայց այստեղ ես համաձայն եմ շատ լուրջ է երկաթուղու տիրապետման հարցը։ Իհարկե, այսպես թե այնպես եւ ավտոմոբիլային եւ երկաթուղու դեպքում մաքսայինները պիտի լինեն հայկական երկու կողմից էլ։ Հայկական նկատում հայկական օրենքներով, որովհետեւ կարող են նույն outsource-ով կան նստել, չգիտեմ, դանիացիներ կամ նորվեգացիներ, ովքեր այդ մաքսային գործընթացը կանեն, բայց մեր օրենքներով կանեն, գումարել կգնա մեր գանձարան, Հայաստանի գանձարան։ Բայց այստեղ հարցն է, որ հարավկովկասյան երկաթուղին նախ շատ անվստահելի գործընկեր է, հարավկովկասյան երկաթուղին աշխատում է ուղղակի աններելի, ես այսպես ասեմ, Հայաստանի բոլոր, նաև այսօրվա բոլոր իշխանությունները հանցավոր կերպով թույլ են տալիս հարավկովկասյան երկաթուղուն, այսպես ասենք, միայն փող տպելու չաշխատել, հարավկովկասյան երկաթուղին երևի Հայաստանի ամենավատ աշխատող հիմնարկությունն է։ Ես ոչ միայն արտաքին, այսինքն այն ինֆորմացիայի իմաստով եմ ասում, որը կա, նաև շփվելով իմ գործի բերումով, շփվելով հարավկովկասյան երկաթուղու հետ, իրենք շատ ծանր զարգացող
տեղից չփոխվող, ասենք ակնհայտորեն հետ մնացած, թե ենթակառուցվածքների առումով, թե ընդհանուր գործարան միջավայրի մեջ իրենց տեղի առումով շատ հարցերով շատ ծանր զարգացող տեղից չփոխվող հետամնաց կազմակերպություն են, պլյուս դրան, ինչպես որ դու ասեցիր, իրանք սանկցիաների տակ գտնվող կազմակերպություն են եւ ցավոք սրտի վերջերս մի զրույցում, այսպես անուններ չտամ, մի զրույցում խոսակցություններ գնում ընդհանուր առմամբ Հայաստանի մեծ այդպես խոշոր մեգա ուրեմն բիզնեսների մասին եւ եկանք այն եզրակացության, որ կոնկրետ հարավկովկասյան երկաթուղու դեպքում մենք ուղղակի այլ ընտրանք չունենք։ Հարավկովկասյան երկաթուղին է Հայաստանի մեջ աշխատում ու մոտ ժամանակներս դա փոխել հնարավոր չի։ Հա, ես էլ եմ ընդունում դրա փոխելու մեխանիզմը, ես էլ չեմ տեսնում, գուցե ինչ-որ մեկը տեսնում է։ Ու ստացվում է այնպես, որ եթե այդ երկաթուղին աշխատի, կառուցվի ու աշխատի, ուզենք չուզենք պիտի կպնի ընդհանուր համակարգին, իսկ եթե կպավ ընդհանուր համակարգին, բնականաբար էտել է գնալու Հարավկովկասյան երկաթուղու տակ ու սա խնդիր է, որի լուծումը ես ինքս չեմ տեսնում։ Տես, եթե քաղաքական որոշում լինի, քաղաքական կամք լինի, այդ կոնցեսիոն պայմանագրի խախտումների հիման վրա, այդ համակարգված խախտումների հիման վրա կարելի է հանգիստ նրանց զրկել իրավունքից։ Ես համաձայն եմ, Աջան, դրա համար եմ ասում, որ եւ այս իշխանության եւ նախկին բոլոր իշխանությունների հանցավոր անգործության հետևանքն է։ Ի վերջո կարելի է նույնիսկ եթե չգնանք այդպիսի ռադիկալ քայլերի, կարելի է նույնիսկ ստիպել, որպեսզի իրանք որոշակի գործողություններ իրականացնեն։ Մենք գիտենք, այն Դիլիջան Իջևանը չեմ սխալվում, ընդամենը 20 կիլոմետրանոց տարածությունը կարող է Երևանից Թբիլիսի գնացքի ճանապարհը կրճատել համարյա 3 ժամով։ Բայց 30 տարում իրենք 30 տարի տիրապետում են, այդ 20 կիլոմետր գիծը չեն կառուցել ուղղակի։ Չեն արել ու վերջ, չեն ցանկանում արել։ Հա։ Եվ այստեղ իրոք պետք է քաղաքական կամք դրսևորվի եւ հենց այդ հարցերը ինֆրաստրուկտուրային, օրինակ ներքին խոսույթում պետք է ավելանա, որպեսզի մենք տիրապետենք այն ամենը, ինչը մեր հողի վրա է, ինչը Հայաստանում է։ Դες Ուկրաինան երբ որ տեսավ պատերազմը սկսվեց, ինքը այն ամենը, ինչ որ ռուսները քողարկված ունեին այստեղ, մինչև այսօր դեռ ինչ որ բաներ հայտնաբերվում եւ ետ են բերվում։ Այնտեղ պրոդուկտապրովոդներ կային, մի ամբողջ նավթամուղ աշխատում էր ռուսական օլիգարխների համար եւ այդ դրանով նրանք նաեւ սնուցում էին 5-րդ շարասյունը։ Այս հարցերին եթե համակարգային մոտեցում արվի, իրոք ազգային անվտանգության կողմից, դες նոր կառույցը, որ ստեղծվել է, միգուցե հենց այդ կառույցի շնորհիվ, որտեղ որ հուսանք չեն լինի ռուսական գործակալներ, եթե կոնկրետ այս քայլերը արվեն, նույնիսկ իշխանությունը ինքը իր ռեյտինգի բարձրացնելու համար եթե դա անի, նա իրոք արդյունավետ կդառնա։ Շնորհակալ եմ, որ ժամանակ ես գտնում մեր այդ քո կարծիքը կիսելու։ Մեր լսարանը մեծ հետաքրքրությամբ է դիտում քո այդ եթերները։ Շնորհակալ եմ եւ հուսով եմ չես մերժի հաջորդ թեմաները քննարկելու առիթով։ Ես էլ եմ շնորհակալ, իհարկե անպայման։